Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, եթե այս նախագծով իրապես կլուծվի այդ թափառող շների հարցը, ես լիակատար իմ աջակցությունն եմ հայտնում, ես ուզում եմ մի երկու դրվագ ասել, տեսեք, գնացել եմ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ բնակավայր, հանդիպում եմ ունեցել մանկավարժական կոլեկտիվի հետ, միակ խնդիրը, որ ասում էին, որ դպրոց ենք սարքում, երեխեքը երկրորդ հերթ են գնում, արդեն ուշ ժամի վերջանալու դեպքում երեխեքը տուն գնալու խնդիր ունեն, այսինքն ոտով տուն չեն կարող գնանք, այդ շներն հարձակվում են եւ այլն եւ այլն։ Եվ ասենք պատկերացնում եք, չէ՞, պատանին տուն է գնում, այդ շունն հարձակվում, լավ այդ պահին իրեն չի գծում, բայց դրանից հետո բխող իր բոլոր հետևանքներով։ Կամ մտնում ես խանութ, որը գիշերվասում են աշխատում, խանութի աշխատակցի միակ բանն ինչն է, ասում է, բայց շների հարցը վերջը ո՞նց կլինի, այս շները չեն թողում, որ տուն եթանք։ Նախ երկրորդը, այդ համայնքներում ըստ էության պետք է ստեղծման գործընթացը կատարվեր, ես դες գիտեմ, բայց մի հատ հարց էլ այնտեղ ակարներին բաներ են խփում եւ այլն եւ այլն։ Հարց, արդյոք այդ գործընթացը լիարժեք է արվում, թե չէ, որպեսզի այդ շները ագրեսիվ չլինեն։ Կամ բանը գիշերվա ժամերին գյուղերում Երևանում շները անցումով են անցնում, բայց գյուղերում այդ շներն էլ այդքան չեն զարգացել, որ անցումով անցնեն, գյուղերում բանը հենց աղբի բանի մոտից մի անգամից հարձակվում են մարդկանց, Ժորժ ջան, մեր նպատակն առաջին հերթին իմ կարծիքով պետք է լինի մարդկային կյանքերը, ոչ թե հա, օքեյ, բոլորս էլ կենդաններ սիրում ենք, բոլորս էլ կենդաններ պահում ենք, շնորհակալություն։